Հայաստանում 30-ից ավելի կանայք ռազմական արվեստ են ուսանում, ապագայում զինված ուժերում ներգրավվելու նպատակով։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 5, իսկ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում 7 մասնագիտություններ սովորելու հնարավորություն է ընձեռված նաև կանանց։ Civilnet-ի հետ զրույցում երիտասարդ կուրսանտուհիները պատմում են, ռազմական կրթություն ստանալն իրենց կյանքի բեկումնային որոշումներից է եղել։ Ես միշտ սիրել եմ, թե դպրոցական առարկաներից մեր անցած, թե այն առումով, որ իմ հայրիկի բոլոր ծանոթների մեջ շատ մարդիկ կան, որ այս բանը համակարգի մեջ են եղել, նույնն են անում, ինչ որ մեր տղաները։ Ուրիշ ոչ մի տարբերություն չկա մեր մեջ։ Առաջնային ինձ համար եղել է, որ ես հենց ռազմական ոլորտում սովորեմ, հագնեմ համազգեստը ու ինչ-որ չափով լինեմ բանակի ինչ-որ մասնիկը։ Նինա Թորոսյանը 18 տարեկան է, սովորում է ավիացիոն ինստիտուտի ռազմական կապի տեխնիկայի բաժնի 2-րդ կուրսում։ Ընտանիքում աղջկա մասնագիտական կողմնորոշումը սկզբում չեն ողջունել։ Նինան պատմում է, որ հարազատները մտահոգ են, արդյոք իր մասնագիտությունը չի խանգարի ապագայում ընտանիք կազմելուն։ Իմ ծնողներն էլ են դեմ եղել, իրենց համոզելը որոշ չափով ավելի հեշտ էր, բայց եղբորս մինչև այսօր ես չեմ կարողացել համոզել, ինքը մինչև այսօր դեմ է։ Եթե կինը իր ձեռքը վերցնում է զենք ու մարտի դաշտում կռվում է տղամարդու հետ հավասար, այդ ժամանակ ցանկացած տղամարդ լինի թույլ, թե ուժեղ, դառնում է առյուծ։ Զինվորական կյանքի հետ ընտանիքը համատեղելի է, ասում են զինված ուժերում աշխատող փորձառու կանայք։ Տարիներ շարունակ իրենց մաշկի վրա զգալով գենդերային կարծրատիպերի առկայությունը նշում են, որ կնոջ դերը բանակում հետզհետե ավելի է կարևորվում։ Զորամասերը հիմնականում կահավորված են եւ հարմարեցված են տղամարդկանց համար։ Իհարկե լավ կլինի, որպեսզի հնարավորինս լավ պայմաններ լինի նաեւ կանանց համար։ Ուժեղ կինը գտնում է իրանից էլ ավելի ուժեղ տղամարդ։ Ամուսնացած եմ, ունեմ որդի, ընտանիք եւ որևէ խնդիր երբևիցե չեմ ունեցել այս առումով։ Ես ունեմ 3 տղաներ, որոնց ես ինքս մեծացրել եմ, ինքս դաստիարակել եմ, ես տարել եմ դպրոց, գիշերները չեմ քնել, այդ ամեն ինչ անցել եմ, այդ դժվարությունները հետո մտել եմ ծառայության։ Կանայք իրենք պետք է ընտրեն, ինչ են ուզում, գուցե ռազմական ինչ որ կարիերա են ուզում ստեղծել իրանց համար։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի զինված ուժերում աշխատող կանանց թիվը 10 տարվա ընթացքում մեծացել է 3 անգամ հասնելով 2000-ի։ Սակայն կնոջ հայոց բանակում հայտնվելը նոր երևույթ չէ։ Խորհրդային բանակում ծառայող հայ կանանց թիվը հասել է 10,000-ի, իսկ 90-ականներին Արցախյան պատերազմում հարյուրավոր տղամարդկանց կողքին մարտնչել է մոտ 600 կին։ Ժաննա Պողոսյան, Սարգիս Խարազյան, Civilnet։